Բարև ձեզ հարգելի գործընկերներ, անկախ դիտորդ դաշինքը շարունակում է իրականացնել դիտորդություն ամբողջ հանրապետությունում, մենք 300 շրջիկ խմբերով և 35 շրջիկ առրակ արձագանքման խմբերով հետևում ենք իրադրությանը, մեր դիտորդները այցելել են արդեն 1830 տեղամաս, ինչը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի համարյա 92%-ը, խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում, խախտումները հետևյալ պատկեր ունեն, դիտարկված տեղամասերի 7%-ում ընթացակարգային, դիտարկված տեղամասի 6%-ում գաղտնիության հետ կապված խնդիրներ, դիտարկված տեղամասերի 6%-ում ևս գաղտնիության խախտման չհասցրած, բայց դրա ռիսկը ստեղծող խախտումներ, ուրեմն ինչ-որ սենց բանավեճ կամ լարված մթնոլորտ դիտարկված տեղամասերի 3%-ում և քարոզչության դրսևորումներ դիտարկված տեղամասերի 3%-ում, քարոզչության դրսևորումները հիմնականում դրանք քարոզչական բովանդակություն պարունակող շապիկներ, գլխարկներ և կրծքանշաններն էին, բայց դրանք հիմնականում օրվա սկզբի մասում են, արդեն բոլորը լուծված են, այս պահին ոչ միտեղ չենք տեսնում, որպեսզի դրա շարունակությունը։ Խախտումների ըստ էության հեղինակները, երբ որ հեղինակներին հնարավոր է իդենտիֆիկացնել, հետևյալ պատկերը ունեն, մոտ 7,5% տեղամասային ընտրական հանձնաժողովներ, մոտ 1%-ը ոստիկանության ծառայողներ, մոտ 7,8%-ը վստահված անձինք և մոտ 9,5%-ը ընտրողներ։ Այն դեպքերում, երբ որ դա հնարավոր է լինում իդենտիֆիկացնել խախտման հեղինակի ուրեմն կուսակցական պատկանելությունը հետևյալներ 39% դեպքերում խախտման հեղինակներ ուժեղ հայաստանցի են, 29% քաղաքացիական պայմանագիր, 9% Հայաստան դաշինք և մոտ 8% Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Պետք է ասեմ, որ հերթերի և կուտակումների մասին կան դեռևս դեպքեր, որտեղ հերթեր լինեն, հիմնականում հերթերը պայմանավորված են երկու հանգամանքներով, մեկը դա ընտրողների շատ բարձր մասնակցությունն է, երևի կարիք չկա, որ ես դա ասեմ, Հնդա արդեն հաղորդել է, ունենք շատ բարձր մասնակցություն ընտրությունների, և երկրորդը դա այն է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներից որոշներում էլեկտրոնային գրանցման սարքերի կտրոնների վրա, որ ընտրողի ցուցակի հերթական համարը տպվում է, որը շատ հեշտացնում է ցուցակի առջև նստած հանձնաժողովի անդամի աշխատանքը, երբեմն այդ համարը սխալ է գրված լինում և դրա արդյունքում հանձնաժողովի անդամը ստիպված է լինում հին ձևով թղթային գտնել տվյալ ընտրողի հասցեն, գտնել ընտրողին, ինչը դանդաղացնում է պրոցեսը և ավելի է գեներացնում հերթերը։ Ուրեմն միջադեպերի հետ կապված, միջադեպերի կամ հիշարժան բաների մեկ այդ ԱՊՀ դիտորդն է, որի մասով մենք դիմում ենք ներկայացրել կենտրոնական տրական, դա դեռ նախորդ չեպազրույցին ես ասել էի, դեռևս կենտրոնական տրական հանձնաժողովից խնդիր չկա, և դա մեր գնահատմամբ խնդրահարույց է, որ հրապարակային քարոզչություն իրականացնող դիտորդ կա, միջազգային դիտորդի կարգավիճակով, ով որ ում մասով կհնչի չի արձագանքում։ Կան տարբեր հայտարարություններ և տարբեր հիշարժան բաներ, օրինակ մենք տեսնում ենք հստակ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի ընտրությունների ապալեգիտիմացման ուղղված գործողություններ, երբեմն այդ գործողությունները և այդ ռետորաբանությունը զավեշտալի աստիճանի է հասնում, օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը հայտարարել է, որ ուրեմն ընտրությունների վրա էական ազդեցություն կունենան Ֆրանսիայում գտնվող հայերի քվեարկությունը։ Եթե տեղյակ չեք, փաստորեն Ֆրանսիայում գտնվող հայերը քվեարկում են։ Մենք տեսել ենք մի շարք կեղծ ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ, որոնք տեղում մեր դիտորդների կողմից ստուգվել են, դիտորդները գնացել են, տեղում խոսել են նաև այն կազմակերպությունների հետ, որոնք որ
դիտորդական կազմակերպությունների, կուսակցությունների, այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք որ ահազանգել են խախտման մասին, եւ պարզելվել է, որ եղելիությունը այլ է ոչ այն է, ինչ որ հայտարարվում է։ Ուրեմն մենք ներկայացրել ենք 9 դիմում տեղամասում քարոզչության դեպքերի հետ կապված, սա այն դեպքերն են, երբ որ օրինակ այդ քարոզչական նյութեր պարունակող շապիկները, գլխարկները, կրծքանշանները մարդկանց ասացվել է կամ եւ մարդիկ չեն գնացել դադարեցման ուղղությամբ եւ շարունակել են այդ խախտումը կատարել, որտեղ որ շարունակել են խախտումը կատարել, դիմել ենք ԿԸՀ Եվ ուրեմն մեկ ուրեմն բաց քվեարկության դեպքով ենք ներկայացրել, գիտեք բաց քվեարկության դեպքերը լինում են հաճախ, բայց այդտեղ գնահատման հարց կա, ինչքանով այդտեղ կա մի կանխամտածվածություն, ինչքանով ոչ, մի դեպքում 23 կոտորակ 30 կոտորակ տեղամասում մենք գնահատում ենք, որ դա կանխամտածված բաց քվեարկություն եղել եւ հաղորդում ենք ներկայացնել առանց դիտավորության, առանց դիտավորության կրկնակվեարկության փորձի իրավիճակ է եղել մի տեղամասում, որի վերաբերյալ այդուհանդերձ որոշել ենք հաղորդում չտալ, ընդ որում սա եւս ընտրական հանձնաժողովների եւ մասնագետների կոմպետենտության խնդիր է, առաջին անգամ քվեարկող երիտասարդը էլեկտրոնային գրանցման սարքով գրանցվել է, հետո ստացել է իր այդ առաջին անգամ քվեարկողի այդ բրիլոկ հայերեն, չգիտեմ, եւ դրանից հետո նորից է գրանցվել, ամեն ինչը տեղում է տեղի ունեցել, այսինքն ակնհայտորեն կրկնակվեարկության փորձ չի եղել, բայց կարմիր լույս է վառվել եւ այդ առաջին անգամ ընտրողի առաջին ընտրությունը մի քիչ թարս գնաց, հիմա այդտեղ ոստիկանները զբաղվում են։ Ուրեմն դեպք է արձանագրվել, որ ընտրական ցուցակում արկա եղել արտերկրում մահացած անձ, այսինքն անձով մահացած է, Իսպանիայում մահացել է, ինքը ընտրացուցակում է, սրա հետ կապված շատ է աղմուկ բարձրացվել, սրա հետ կապված ուզում եմ ասեմ, որ մեծ հաշվով մենք չունենք տվյալներ առ այն, որի մահվան վկայականը Հայաստանին հանձնվել է, դեսպանատուն կամ ուղարկվել է Հայաստանի պատկան մարմիններին, որպեսզի իրեն ցուցակից հանեին։ Ամեն դեպքում իր փոխարեն քվեարկության չի եղել, էլի, էդ էլ ասենք։ Ուրեմն հիշարժան դեպքերից էր օրինակ 23 կոտորակ 32 կոտորակ 39 տեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահը ձերբակալվել է առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեի կողմից եւ պրոցեսը սկսվել է առանց հանձնաժողովի նախագահի, ինչը ինչ-որ առումով նախադեպը չունեցող իրավիճակ է եւ ճիշտն ասած մի քիչ sense երկակի բան է, մի կողմից եթե առերևույթ հանցագործություն է կատարել, ընտրական հանցագործություն նորմալ է, որ ձերբակալվել է, մյուս կողմից ամեն դեպքում ընտրական գործընթացի բնականոնությունը կա։ 29 կոտորակ 23 տեղամասում քվեաթերթիկներ են մոտ 18000 քվեաթեր ամեն ուժից հազարական քվեաթերթիկ է անետացել, ստեղ ես մի անգամից ուզում եմ ասեմ, որ քվեաթերթիկը հատուկ հաշվառման փաստաթուղթ չի եւ քվեաթերթիկը պրինտերի վրա տպված թուղթ է, քան դեռ իր վրա ստիկերը չկա, այդ ինքնասոսնձվող դրոշմանիշը չկա, դրանով ոչ մի կեղծիք հնարավոր չի անել, բայց ամեն դեպքում քվեաթերթիկը դա գույք է, դա պետական գույք է մի կողմից եւ մյուս կողմից դա շատ կարեւոր է այն տեսանկյունից, որ բավոր քվեաթերթիկները պրծնեն, այսինքն ընտրողները քվեարկեն, քվեաթերթիկները պրծնեն, այդտեղ պրավալ է լինելու։ Ընտրակեղծիքի բան չի դա, այսինքն կեղծիք, որ քվեարկության արդյունքների վրա ազդում է, չէ, տենց բան չկա, բայց ինքը լուրջ խնդիր է եւ դրանով հաղորդում ներկայացրել ենք։ 23 կոտորակ 43-ում զին հոսպիտալում պարկած զինծառայողների քվեարկության հետ կապված է խնդիր եղել, 10-ից ավելի զինծառայող չեն կարողացել քվեարկել, որովհետև ուրեմն զինծառայողների ցուցակը Զորամասի հրամանատարի ներկայացված թերի է եղել եւ զինծառայողները դրանից դուրս են եղել։ Ուրեմն եղել են տեղամասեր, որտեղ քվեախցիկները վնասված են եղել եւ քվեախցիկները չեն բավարարել պատշաճ ուրեմն տեղին, պատշաճ տեսքի չեն եղել, 26 կոտորակ 21-ում 66 ընտրող օգնողով է քվեարկել եւ դա եւս ուսումնասիրության առարկա հարց է, որովհետեւ դա նորմալ թիվ չի։
դա բացարձակապես նորմալ թիվ չի, բարձր թվեր կարող են լինել օրինակ այնպիսի տեղերում, որտեղ ինչ-որ բանի բերումով կան շատ հաշվանդամություն ունեցող անձինք կամ ինչ-որ ծերանոց, այդ տարածքում նման բան չկա եւ զարմանալի որ 66 հոգի դա պետք է հետագա քննության առարկա դառնա։ Եղել են դեպքեր, որտեղ դիտորդների իրավունքները խախտվել են, բայց դրանք միջամտության արդյունքում վերականգնվել են, այդուհանդերձ այդ միջամտությունը եւս ժամանակ է տևել, օրինակ 20 րոպե կես ժամ միջև տևել է։ Հանձնաժողովների կոմպետենտության առումով պիտի եւս մեկ անգամ նշեմ, որ շատ են դեպքերը, որ հանձնաժողովները գրանցամատյանները սխալ լրացնեն, այդպիսի դեպքերը ցավոք բավականին շատ են լինում, եւ շատ դեպքեր են լինում, երբ որ նաեւ չեն պատշաճ արձանագրում խնդիրները, օրինակ երկու դեպք է եղել, որ քաղաքացին կտրոնը կորցրել է, քվեարկության կտրոնը, դե ցավալի է, որ քաղաքացին քվեարկության կտրոնը կորցնում, առանց դրա չի կարող քվեարկել, բայց դա նախատեսված դեպք է։ Այդ դեպքով պետք է արձանագրություն կազմի գրանցամատյանում, բայց հանձնաժողովները հրաժարվել են, ինչը իրանց համար ավելի վատ լինելու, որովհետև հետո այդ թվերի անհամապատասխանության հիմքով հարցեր են լինելու եւ արձանագրությանը իրանց կօգներ բացատրել դա, բայց արձանագրությունը չեն կազմել։ Այս պահին թերևս մեր արձանագրած ամենամեծ խնդիրներից մեկը 12 կոտորակ 13 տեղամասում ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկների բացակայության հարցն է, այսինքն մինչև ժամը 6-ը առնվազն, այսինքն համարյա մինչև քվեարկության ավարտը այդ կուսակցության քվեաթերթիկներ չեն եղել, հանձնաժողովի նախագահը պնդում է, որ ինքը ընտրատարածքային ղեկավարին հայտնել է այդ խնդրի մասին, դեռ գիշերն է հայտնել եւ միջոցներ չեն ձեռնարկվել, այս առումով սա այս տեղամասում քվեարկության ամբողջ process-ը հարցական տակ դնող հանգամանք է։ Ըստ էության մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները եւ մյուս իրավապահների բացահայտումները, որոնք աննախադեպ շատ են եւ շարունակում են խորացնել մտահոգությունները ընտրակաշառքի դեպքերի հետ կապված, որտեղ լատենտային հետք չթողնող հանցագործություն է ընտրակաշառքը եւ ակնհայտ է, որ բացահայտվող դեպքերը դա այսբերգի վերևի հատվածն է։ Եվ ինչ վերաբերվում է բարձր մասնակցության, ապա մենք ուսումնասիրել ենք որոշակի վիճակագրական պատկերներ, օրինակ արդյոք անոմալ բարձր մասնակցություն կա առավոտյան ժամերին քաղաքային բնակավայրերում, որովհետև դա կարող էր հարցեր առաջացնել, հա, որտեղ եթե գյուղական բնակավայրում մարդիկ հակված են հաճախ առավոտ գնալ քվեարկել եւ հետո գնալ իրենց գյուղատնտեսությամբ զբաղվել, ապա քաղաքներում Կիրակի առավոտյան մարդիկ նախընտրում են քնել, հա, քվետ չի պակասի նրանց, եթե առավոտյան 9-ի փոխարեն քվեարկես, չգիտեմ, ցերեկը ժամը 1-ին։ Եվ այդ պատճառով օրինակ մենք միշտ ուշադիր ենք լինում առավոտյան ժամերին քաղաքային բնակավայրերում բարձր մասնակցության թվերին, պիտի ասեմ, որ անոմալ բարձր մասնակցության թիվ քաղաքային բնակավայրերում առավոտյան ժամերին չենք տեսնում։ Ինչ որ տեղեր տեսնում ենք տարօրինակ պատկերներ, որը պետք է ուսումնասիրել, բայց համատարած որ ասեմ, որ այդպիսի խնդիր ենք տեսնում եւ մեր ճիշտ ասած մեր նախնական գնահատական այն է, երևի արդեն դա պարոն Սարգսյանը պիտի ասի, բայց որ բարձր մասնակցությունը պայմանավորված է քաղաքական երևույթներով, պայմանավորված է նրանով, որ 21 թվականի նախընտրական քարոզարշավը եղել է 2 շաբաթ, իսկ հիմա նախընտրական քարոզարշավի ֆորմալ մասը եղել է մի ամիս, իսկ փաստացի մասը առնվազն մի կես տարի, հա, հիմնական դերակատար կուսակցությունները անցյալ տարվանից են սկսել քարոզարշավանալ եւ դա մոբիլիզացրել է իրենց էլեկտորատին։ Նորից կրկնենք, որ այն ինչ որ հիմա ներկայացվեց պարոն Իրանյանի կողմից, դա ժամը 18:00-ի դրությամբ մեր դիտարկման արդյունքներն են, այսինքն դեռ երևի վերջնական կունենանք ժամը 20-ից հետո մի քանի կարևոր հարցերի վրա, որ դիտարկված այդ տեղամասերից ըստ էության խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում։ Խոսքը վերաբերում է հանձնաժողովների ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ բարեխիղճ աշխատանքով դիտարկված տեղամասերի 57-75%-ում, սա կարևոր բան է, ուրեմն թվեր են, որոնք կուզենայինք մենք հրապարակայնացնել,
Դիտորդները գերազանց են գնահատել հանձնաժողովի պատրաստվածությունը եւ տեղամասի ընդհանուր կարգապահությունը։ Հանձնաժողովի պատրաստվածությունը եւ տեղամասի ընդհանուր կարգապահությունը լավ է գնահատվել համապատասխանաբար դիտարկված տեղամասերի 36.75%-ում եւ վատ է գնահատվել տեղամասերի 4.6%-ում եւ շատ վատ 0.9%-ում։ Սա որպեսզի հասկանալի լինի, որ իրապես հանձնաժողովների ըստ էության դիտարկված գերակշիռ մասում այնօր գերազանց ու լավ գերակշռում են, չնայած կան մտահոգող ուրեմն տեղամասեր։ Տեղամասի ընդհանուր կարգապահությունը վատ է դիտարկված տեղամասերի 6.5%-ում եւ շատ վատ 1.3%-ում։ Սա նույնպես էլի որպես կարևոր թվեր պատկերացում կազմելու համար ընտրական ուրեմն process-ի մասին։ Ընդհանուր առմամբ տարատեսակ այդ ինչ որ ներկայացվեց խախտումները, թե ընթացակարգային, թե կարգապահական եւ այլն, արձանագրվել են դիտարկված տեղամասերից 22.3%-ում։ Այդ թվում կրկնենք, որը մեծամասամբ պայմանավորված է հանձնաժողովի ուրեմն ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Բացարձակ խախտումների վերացնելու պատրաստակամություն չեն դրսևորել ընդհանուր դիտարկված տեղամասերից ուրեմն 31 տեղամասի ուրեմն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովը։ Այստեղ մենք իհարկե ունենք որոշակի վիճակագրական պատկեր ընտրությունների հետ կապված, որոնք մենք հետո կհրապարակայնացնենք 20-ին ամփոփելով, բայց այս պահի ժամը 18:00-ի դրությամբ կարող եմ ասել, որ վիճաբանություններ կամ ասենք թե նման դեպքեր կամ ընտրակաշարքի հետ կապված ահազանգեր կամ ընթացակարգային խախտումներ դրանք այն ծավալը չունեն եւ այն քանակը չունեն, որ մենք կարողանայինք այս պահին եզրակացություն անենք, որ դրանք կարող են էական նշանակություն ունենալ ընտրության արդյունքների վրա։ Մի բան էլ ասեմ, որը մենք իհարկե նույնպես ահազանգել ենք, ինչպես առավոտյան նաև ասեցինք, խոսքը վերաբերում է թափանցիկ ծրագրերի հետ կապված։ Այս պահին մեր դիտորդների կողմից ուրեմն դիտարկված տեղամասերից միայն 32 դեպք է արձանագրվել, երբ որ թափանցիկության հետ կապված խնդիր է եղել, եւ պետք է ասեմ, որ նաեւ մենք աշխատեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, եւս լրացուցիչ, որ նման դեպքերում անպայման տեղամասային ընտրական հանձնաժողովը փոխարինի այդ կասկածելի այդ ծրարը ավելի ուրեմն ոչ թափանցիկ ծրարով եւ որոշ տեղամասերի հանձնաժողովներ հենց իրենք են իրենց նախաձեռնությամբ նման փոփոխություններ կատարել։ Սա այսքանը, ուղղակի իրապես պետք է արձանագրենք եւս մեկ անգամ, որ ընտրողների ակտիվությունը շարունակվում է, մասնակցությունը շարունակվում է եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է։ Իդեպ այն պատկերը, որ վարչական ռեսուրսների կամ կիրառման, ընտրողներին բերման ենթարկելու հետ կապված է երևույթների բացակայության պարագայում նման մեծ մասնակցությունը իրապես խոսում է այն մասին, որ ընտրողները գալիս են զուտ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու այդ մասնակցություն եւ շատ են կարեւորում այս ընտրությունները։ Այժմ այսքան։